Թանկարժեք մետաղները, որոնք ժամանակին համարվում էին կայուն ներդրում, այսօր դարձել են անկանխատեսելի թանկ հաճույք։ Ոսկու գինը նոր իրականություն է թելադրում։ Բանուց անպայման անդրադառնում է։ Իսկ ձեզ վրա ազդել է ձեր եկամուտը։ Ոնց չի ազդել։ Ազդել է, իհարկե ազդել։ Այստեղ չեմ ապրում, դրա համար չեմ կարող պատասխանել, բայց թանկացել է։ Այո, բավականին։ Անցյալ տարի եմ գնել, այս տարի եմ պատրաստում գնեմ, բայց բավականին բարձր է։ Ոսկու համաշխարհային գները հատել են պատմական նոր սահմանագիծ։ Առաջին անգամ մեկ ունցիայի արժեքը գերազանցել է $5,000։ Միջազգային շուկայում գրանցված գնաճն անդրադարձել է նաև Հայաստանի վրա։ Այստեղ 1 գրամ ոսկու գինը տատանվում է 55-ից 60 հազար դրամի սահմաններում։ Մեկ տարվա ընթացքում թանկարժեք մետաղի արժեքն աճել է 27%-ով։ Արծաթը ևս թանկացել է, գրանցելով բոլոր ժամանակների ամենաբարձր գինը՝ $120, շուրջ 45,000 դրամ։ Թանկացումը սկսվել է անցյալ տարվա աշնանից, որ ինքը շատ կտրուկ բարձրացել է։ Սպիսի նախադեպը երբևիցե չի եղել։ Ավելի շատ ոսկու բարձրացումը իհարկե կախված է թե աշխարհում ինչ իրավիճակ է տիրում։ Մեծ մասը պատերազմներն են ազդում ոսկու վրա, որովհետև մեծ տիրությունները մեծ քանակությամբ ոսկի են գնում, այսինքն պահանջարկը շատ է։ Բացի դրանից ասեմ, որ նաև ոսկին սկսել են օգտագործել այս նոր բարձր տեխնոլոգիաների արհեստական ինտելեկտի մեջ էլ է ինքը կիրառվում։ Դրա համար էլի, այսինքն պահանջարկը այդ ոլորտում նույնպես կա բարձր տեխնոլոգիաների։ Դրա համար ոսկու գինը այդպիսի կտրուկ աճ է գրանցել, բայց իհարկե ինչ կատարվեց այս մի շաբաթվա ընթացքում, այդպիսի բան չէր եղել, որ ոսկին երկու օրվա մեջ բարձրացավ համարյա 10,000 դրամ մի գրամի մեջ, այսինքն մի անգամից կտրուկ բարձրացավ։ Գնի կտրուկ բարձրացմանն էլ հետևել է կտրուկ էժանացումը։ 3 օր հետո նույն ձև $20 ինքը իջավ։ Այսինքն դա կտրուկ տատանում է։ Իսկ մեր գործի համար դա իհարկե շատ վատ է անդրադառնում։ Գնային տատանումներն այնքան կտրուկ են, որ վաճառողները երբեմն դժվարանում են հստակ արժեք հայտնել։ Սա անորոշություն է ստեղծում եւ դժվարեցնում թե առևտուրը, թե գնորդների հետ շփումը։ Ընդհանրապես առևտուր չկա, ընդհանրապես նույնիսկ հարցնող չի եղել նորմալ այս ժամը 4-ն է արդեն։ Մի երկու հոգի գները լսում են, ճիշտ է, մի երկու օր առաջվա վրա իջել է բավականին, բայց մեկը թանկացել է։ Ամեն մարդ չի կարողանում, էլի շատ թանկացել, հետո առաջի անհրաժեշտության սնունդ չի, բան չի, էլի այդ հազվադեպ մարդիկ են առնում, ովքեր երեխաներ են ամուսնացնում, խիստ դրա պահանջը զգացվում է նոր, թե չէ ընդհանրապես շատ վատ է, չի լինում առևտուր օրերով, որ առաջ հերթերի մոտ, 3 սեղանի մոտ, իսկ լավ առևտուր են միշտ արել։ Հիմա բացարձակ տեսնում եք մոտեցող չկա։ Շատ են ազդել, առևտուրը շատ նվազել է, կարելի է նույնիսկ ասել, որ առևտուր չկա։ Ոսկու շուկայի աշխատակիցները նույնիսկ սկսել են մտածել այլ աշխատանքի մասին։ Իմ մոտ միշտ շատ լավ ա եղել, շատ։ Նախորդ տարի ավելի լավ։ Անցյալ տարի դրա բոլոր տարիներին, իսկ այս տարի խայտառակություն ա դաժե, իմաստ չունի այս գործով զբաղվելը։ Չգիտեմ, ես իմ մոտ միշտ լավ ա եղել առևտուրը, հիմա ասեմ գալիս ես, ուտում ես, սուրճ ես խմում ու գնում ես տուն, այդքան բան։ Ոնց, նայեք, ոնց ես շարել եմ, նենց հավաքում եմ, ընդհանրապես տեղաշարժ չէ էլ է, դաժե չեմ էլ շարել տենց իրար վրա, որովհետև տենց մոտեցող չի լինում, էլի։ Մեր ոլորտում շատ ազդում, շատ բացասական ազդ է։ Մեր աշխատանքի մեջ ինքը դարել է կոպիտ ասած աբսուրդային։ Այսինքն, եթե հնար լիներ, ավելի լավ է մենք
հնարավորություն ունենանք չաշխատենք, մի ժամանակավորապես ոնց որ սառեցնենք մեր գործունեությունը, մինչև հասկանանք ոսկին հարցը բարձրանալը կամ իջնելու մեջ չի խնդիր, հարցը որ ինքը կանգ առնի։ Չնայած նման գների եւ տատանումների Արմենիա Թդեի հետ զրույցում քաղաքացիներն ասացին, անհրաժեշտության դեպքում գնում են ոսկի։ Երեխան ավարտում է, ինքն իր համար որոշել է ինչ-որ միացնում կամ վերցնի, ոչ արժեքներից եմ տեղյակ, ոչ։ Քրոջս աղջիկն է հյուր է եկել Լեհաստանից, ինքը իր համար առնում, ես խորհրդի կարգով մասնակցում։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսին կանխատեսել էր, որ գների նվազեցման միտումներ դեռևս չկան։ Արդյոք այդ ոսկու գինը, որը այդքան է, վաղը ինչպիսին կլինի, ինչպիսի տատանողականություն կունենա, որտեղ ինչպես տեսակ վերջի 1-2 ամսվա ընթացքում ինքը բարձրացավ, նորից բավականին իջավ, հետո նորից բարձրանում, այսինքն սա մեծապես կապված է աշխարհում տեղի ունեցող տարբեր գործընթացների հետ, աշխարհում կենտրոնական բանկերն են հիմնական գնորդները ոսկու, այսինքն սա սպառողական պահանջարկի մղվող այսպիսի աճ չի, ապա եթե այլ բան չփոխվի այս վարքագծի մեջ, ոսկու գները դժվար թե կտրուկ իջնեն։ Տնտեսագետները մինչդեռ թվարկելով նման տատանումների պատճառները շեշտում են, որ ոսկու գնի թանկացումն ուղիղ հարված է հայկական ոսկերչական ոլորտին։ Ներքին վաճառքը կտրուկ նվազել է, հատկապես ոսկերչական շուկայի առևտրականները դրա մասին պարբերաբար բարձրաձայնում են, բարձր ոսկեազարդերի պայմաններում պահանջարկը կտրուկ նվազել է, գնումները կտրուկ նվազել են եւ ձեռնտու չի դարձել այդ բիզնեսը։ Հայաստանի համար դա է կարող ենք ասել որպես բացասական հետևանք, որ պասիվացել է արտադրությունը ոսկերչական եւ առևտուրը։ Ինչ վերաբերում է ոսկին որպես ներդրում դիտարկողներին, փորձագետը հորդորում է զգուշություն ցուցաբերել։ Ներկայումս երբ որ կա կտրուկ այսպիսի սպեկուլյացիա, այսինքն մեծ է վտանգը, որ կարող եք մեծ գումարներ կորցնել։ Պետք է սպասել ներկայումս որոշակի այս տատանումները դադարեն, կտրուկ դադարումները ավելի տրամաբանական լինեն, որ հետո կարողանանք որոշում կայացնենք գնել կամ չգնել։ Ակնհայտ է, որ քաղաքական անորոշությունը, նաև տնտեսական բաժանմիջոցները դեռ շարունակվելու են, հետևաբար մենք մոտակա շրջանում դարձյալ ունենալու ենք կտրուկ տատանումներ, աճեր, անկումներ ոսկու շուկայում։ Այսպիսով ոսկու շուկան այսօր գտնվում է սպառողական փուլում։ Մինչ համաշխարհային տերությունները ոսկին օգտագործում են որպես քաղաքական ու տնտեսական վահան, հայաստանյան սպառողներն ու վաճառողները ստիպված են հարմարվել նոր գներին, հույսը դնելով միայն անձնական կարևոր առիթների եւ ոչ թե շուկայական կայունության վրա։